Մարիա հեռուստասերիալում Մարիան իր համար ամենածանր օրերն է ապրում։ Դավիթի կալանավորումը հարվածել է ոչ միայն նրա հույզերին, այլև նրա հավատին արդարության հանդեպ։ Նա խորապես հավատում է Դավիթի անմեղությանը և համոզված է, որ տեղի ունեցածը պարզապես չարաբաստիկ թյուրիմացություն է։ Մարիայի հոգին պայթում է անարդարության առաջ, երբ մտածում է, որ իր սիրած մարդը կալանավորված է առանց իսկական հիմքերի։ Տիկին Ալիսան, տեսնելով Մարիայի հոգեկան ծանր վիճակը, փորձում է մխիթարել նրան։ Նա հանգստացնում է Մարիային, ասելով, որ դժվարություններն անցողիկ են և հենց նման փորձություններով է մարդ կոփվում ու դառնում ավելի ուժեղ։ Մարիայի կողքին է նաև Ռուբենը, ով նույնպես չի հավատում Դավիթի մեղավորությանը։ Նա չի կարող լռել ու որոշում է դիմել անմիջապես գործող զբաղվող քննիչ Խաչատրյանին։ Ռուբենը նրան կոշտորեն հայտնում է իր համոզմունքը, որ ձայնագրության գոյությունն ինքնին բավարար հիմք չէ Դավիթին կալանքի տակ պահելու համար, բայց քննիչը պատասխանում է սառնությամբ, ակնարկելով, թե գուցե բարեկամական կապն է Ռուբենին մղում Դավիթին պաշտպանել։ Ռուբենը վիրավորվում է քննիչի խոսքերից և զգուշացնում, որ նման արտահայտությունների համար հաջորդ անգամ պատասխան է պահանջելու։ Այդ ընթացքում Ալլան գալիս է Ռուբենի տուն։ Նոնան չկարողանալով զսպել հուզմունքը, նրան պատմում է տեղի ունեցածի մասին, նշելով, որ Դավիթը բանտում է մի տղայի սպանության համար, որի մեքենայի ապակիների վնասման մեջ ամիսներ առաջ նրան էին մեղադրում։ Նոնան անկեղծորեն ասում է, որ իրենք չեն հավատում, թե Դավիթը ունակ էր նման արարքի։ Ալլան, լսելով այս խոսակցությունը, խորանում է մտքերի մեջ։ Նա լավ հիշում է, որ այն ժամանակ, երբ խոսվում էր Արտակի մեքենայի կոտրված ապակիների մասին, իրական մեղավորը իր որդին էր, Ռաֆը։ Բացի այդ, չէ որ Աշոտը հենց այդ պատճառով հեռացավ տանից, քանի որ չէր կարողանում ճշմարտությունը թաքցնել Ռուբենից։ Հիմա, հասկանալով պատկերը, Ալլան գիտակցում է, որ ամենայն հավանականությամբ Արտակի սպանության հետ ևս կապ ունի իր Ռաֆը։ Նա հասկանում է, որ հենց այս ծանր ու անկառավարելի հոգեվիճակը, որը վերջին ժամանակներում համակել էր իր որդուն, արդյունք է նրա կատարած հանցանքի ծանրության։ Ինչ եք կարծում, Ալլան կկարողանա արդյոք հաղթահարել մայրական սիրո և արդարության միջև եղած սարսափելի ընտրությունը։ Արդյոք Ալլան Ռուբենին կպատմի ճշմարտությունը, բայց եթե նույնիսկ չպատմի, նա հիմա արդեն հաստատ գիտի, թե ինչու է վատացել Աշոտի ինքնազգացողությունը։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և բաժանորդագրվեք այս ալիքին նոր սուր զարգացումներին առաջինը տեղեկանալու համար։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նկումեն ասել եմ անտես չես։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկերն է։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ես թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան տեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապի։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Ռեյսեր։ Անդրես։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմոս գովազդեմ արի։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ, դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ,
կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց այս տաղանդը մեր Էլեն չոն։ Սուրենը կռիվանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 ես դեռ ուրան TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմնելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ է։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարան չէ, մենք կնոց աշխատանք ունենայինք, որ մեր գործը սկսվեր ժամը 3-ին, 3-ին ու 6-ին ավարտվի։ ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, դա 3 ժամը համար։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, ես արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց պես Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ Wow. As for love drinking։ Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է Մեր նկարահանումները